Վաղը օֆիսում հետ եք խոսես։ Մամ ջան, խնդրում եմ, իմ հետ կլինես։ Ինձ մենակ չթողնես։ Նարէ ջան, ես քեզ Սուրբ Մարիամը քեզ օգնական կլինի բալիս։ Շնորհակալ եմ, տաճ ջան։ Քննությունից հետո կվերադարձնեմ։ Չէ, սա միշտ թող քեզ մոտ մնա բալիս։ Տադ, այնպես եմ լարված։ Նյարդերիցս ամբողջ մարմինս թուլացել է, շատ եմ հուզվում։ Իսկ Մարկին տեսնելուց էլ ես այդպես հուզվում։ Չէ, տադ, սիրո նյարդերն ուրիշ են։ Խմի, սրագովազդի վրա ենք տանջվում, բայց դեռ վաճառքում չկա։ Փորձեմ, չեմ թունավորվի։ Այս շատ իմանամ, ասի դու փորձես, որ հետո ես խմեմ։ Վատը չգիտես, լավ էլ կծախվի։ Մնում է, որ գովազդով ճիշտ տեղին կպնենք։ Ես այդ ֆիրմանա, որ ասում էր յուրահատուկ մոդել է ուզում։ Ցանկալի եւ անմեղ։ Հետա որ կամ։ Գործը դժվար է, եղբայր։ Մեր բոլոր ծանոթները ցանկալի են, բայց անմեղ կասկածում եմ։ Նարեին մոռացար։ Գետը թռի նոր հոպասա։ Մարկ, գրածս չես մոռացել, չէ՞։ Դե սիրահարված ես ասա։ Դու թեմա գտար կատականելու, սիրահարված։ Հեն վախեցած թռշնակին։ Լավ, թող լինի քո ուզածով, հավատում եմ, Նարեն մենակ ռեկլամի համար ա ծնվել։ Երիքա գլուխս տանես։ Հիմա ինչ, տեղափոխվում եմ քո տուն ապրելու։ Բայց մի պայմանով։ Գիտեմ քո փորացավը, բայց կախվածա թե դու քեզ ոնց կպահես։ Բարև Ալիկ, ոնց ես։ Դեռ չես խճճվել բանկային հաշիվներում։ Ամենայն դեպս մինչև հիմա գործից չեն անել։ Մարկ, տիկին Նոնան քեզ ա սպասում։ Դե լավ, դե ես մի հատ մտնեմ մամայի մոտ կգամ։ Սպասի, ես էլ եմ գալիս։ Բանկ պիտի վերադառնեմ։ Առայժմ մամ։ Ցտեսություն Ալիկ։ Այո, իհարկե, Էլիզա ջան, կսպասեմ, որ գաս կաստինգին, անպայման։ Մամ ջան, բարև։ Ես բա աշխատողը դուրը։ Մի ժամով բաց եմ թողել։ Ապրես որ եկար, որովհետև հետդ խոսել չի լինում։ Օֆիսում չեմ տեսնում, տուն էլ չես գալիս։ Մամ, հիմա էլ դու չսկսես էլի։ Պապան արդեն չափելն անցնում է։ Առանց ոչ մի պատճառի, հասկանում ես, ընկերոջս վիրավորում է ու տնից դուրս է անում։ Ու չի հասկանում, որ դրանով ինքը ինձ է գետնին հավասարացնում։ Իսկ դու, նույն կերպ էլ դու ես վարվում իր հետ։ Ադե ջղայնացած էի դրա համար։ Հա, ճիշտ ես։
Հայրդ էլ ճիշտ չի, հասկանում եմ։ Ինքն էլ է սխալներ անում, բայց այդպես անծանոթ տղայի մոտ կոպտել։ Դե ես էլ մի լավ օրիչ էի։ Ես չեմ հասկանում, այդ տղան քեզ ինչով է տենց գրավել։ Մամ, ես մի բան չեմ հասկանում։ Այդ որ օրվանից ենք մենք այսքան քաղքենի դարձել, հա։ Մենք հարուստ ենք, նրանք աղքատ։ Էս ուր ենք ասել, մամ։ Ես հարուստ ու աղքատ նկատի չունեմ։ Ուղղակի ուզում եմ հասկանալ, թե այդ տղան ոնց է քո վստահությունը շահել։ Մամ, դե տղա է էլի, իմ տարիքի է։ Ընդհանուր հետաքրքրություններ ենք իրար հետ գտել, ընկերություն ենք անում։ Ինչ կա դրա մեջ։ Խնդրում եմ, այդ տղայի տանը մի մնա, հորդ վրա շատ է ազդում։ Ես այդ տղայի տանը էլ չեմ մնալու, մամ, բայց ոչ թե նրա համար, որ հերես չի ուզում, այլ նրա համար, որ չեմ ուզում իրանց նեղություն տալ։ Ալիկի հետ եմ խոսացել։ Գնալու եմ իրա տունը ապրելու։ Գիտես, Մարկ, եթե չես ուզում մեր հետ ապրել, մի ապրի, բայց վեճով ու կռվով տանից մի գնա։ Պապան ինչ չի հասկանում, մամ։ Ու ինչ ա ուզում ինձանից, ես չեմ հասկանում։ Այն ինչ որ բոլոր հայրերը։ Հասկացի, դու տանից գնալով մենակ հորդ ցավ չես պատճառել, ինձ էլ, Կարինային էլ։ Լավ, մամ, մի բան կմտածեմ։ Դու ոնց որ միշտ հաղթում ես, գիտես։ Մենք ենք հաղթում։ Լավ։ Մի րոպե, Մարկ ջան։ Էլիզայի համար պետք է խոսենք։ Հասկացի, ոչ մենք, ոչ Լաուրայենք, ձեր բաժանությունը լուրջ չենք ընդունում, բայց անհանգիստ ենք։ Մամ, այդ թեմայով քո հետ հաստատ հիմա չեմ խոսելու։ Չեմ հասկանում, ինչի է Մարկը անընդհատ այդ տղայի տուն գնում։ Ուրիշ կարգին ընկեր չունի։ Չգիտեմ, Էլիս, Մարկը միշտ էլ աննորմալ է եղել։ Չեմ հասկանում, ինչ ես անընդհատ այս կողմ են կողմ տանում։ Էլիս, ես ուզում եմ, որ ամեն ինչ սիրուն լինի։ Սա էլ է որոշ ինտերիերի մաս կազմում։ Սենյակս հազիվ սկսում է ինձ դուր գալ։ Սպասի վերջացնեմ, այն օր կտեսնես։ Մազերս պիտի սարքեմ։ Պիտի անպայման գեղեցկանամ այսօր։ Կաստինգի եմ մասնակցելու։ Ես հետդ կգամ սրա։ Ես այլևս նման ճոխություն ինձ չեմ կարող թույլ տալ, Կարին։ Մոռացել ես մեր վիճակը։ Բայց Էլիս դրանից է կախված, դու կաստինգը կանցնես, թե չէ։ Գնացինք, ես կվճարեմ։ Չէ, Կարի, անհարմար է։ Վերջացրու, Էլիս։ Հետո էլ միասին կգնանք հարսնացվի զգեստ ընտրելու։ Աչքերից չհավատացի, երբ որ տեսա քեզ։ Ով կմտածեր, Ձիննա Ղուկասյանը։ Դե հարի մի հատ քեզ գրկեմ, Միք ջան, ոնց էի կարոտել։ Այն օրը, որ քեզ մեքենայի մեջից տեսա, զգացմունքներս չէի կարող բայել։ 3 տարի ջեմ տեսել, սիրուն մռութը։ Ես էլ քեզ եմ կարոտել, Ձինուլ ջան։ Այ միջայլոց մի հատ էլ կարող ես պաչիկ անել, որովհետև հետո արդեն էլ հնարավորություն չի լինի։ Ինչի՞, հո չես ամուսնանում։ Լուրջ։ Ամենայն լրջությամբ։ Ես քեզ այդ դերում չեմ պատկերացնում։ Իսկ դու պատկերացրա, Ձին։ Լավ, ես շատ ուրախ եմ, որ էլի շփվելու ենք իրար հետ, բայց կանցնեմ կաստինգը։ Ձին, գիտես, եթե մի կան ուզեց, դու հաստատ կանցնես։ Չես պատկերացնի ոնց է հուսահատվել։ Ամերիկայից որ եկա, պարապությունից գժվում էի։ Հա, սկզբից այդպես է, Ձին ջան։ Ես էլ որ Եվրոպայից եկա, ինձ թվաց չեմ դիմանա այս մեռած կյանքին ու նորից հետ կգնամ։ Բայց հայրենիքի ջուրը պահեց։ Չէ, Ձին ջան, չգիտեմ ինչը պահեց։ Բայց որ այսօր ամբողջ օրը քո հետ եմ անցկացնելու, այդ հաստատ գիտեմ։ Մի հատ հանգստացի, հա? Խնդրում եմ քեզ։ Սիրտս ժամացույցից արագ աշխատում։ Դու սենց ոնց ես պարելու։ Մի հատ քեզ հավաքի։ Նարե Մարկոսյան, ներս եկեք։ Չվախենաս։ Ես քո հետ եմ։ Աստված քո հետ։
երաժշտությունը միացնեմ։ Չէ։ Մի քիչ ավելի ուշ։ Նարե Մարկոսյան։ Մենք ձեզ հիմա մի քանի հարց կտանք։ Բայց ինձ չեն ասել, որ հարցեր են լինելու։ Մի անհանգստացեք, հարցերը ընդհանուր բնույթի են։ Որևէ լեզվի տիրապետում եք բացի հայերենից։ Ոչ։ Ուրիշ տեղ սովորել եք բացի դպրոցից։ Չէ, բայց չեմ հասկանում, այս հարցերը ինչի համար են պետք։ Ես ուղղակի ուզում եմ սովորել պարել։ Իսկ ինչ է պարուն ուրիշ գիտելիքներ պետք չէ։ Չէ, ես այդ նկատի չունեի։ Ուղղակի կարծում եմ պարու համար կարևորը հոգեվիճակն է։ Այսինքն ուզում եմ ասել, որ պարը իմ համար խաղ չի, ժամանակ անցկացնելու միջոց չի։ Երբ որ ես պարում եմ, ես զգում եմ, որ ճախրում եմ, ազատվում եմ բոլոր վախերից, անհանգստություններից։ Կներեք, ես չէի ուզում։ Չէ, ամեն ինչ նորմալ է, շարունակեք։ Ես երևի ամեն ինչ փչացրեցի։ Ավելի լավ է պարեմ, հա։ Հոգիս ամեն բարիդ մեջ է։ Լավն է, չէ՞։ Հատուկ Նարայի համար եմ փորագրել։ Կհավանի վայ։ Չէ, ախպերս, դու լուրցի արվել ես։ Գնա ակնոց դիր, որ տեսնես, թե ով է ստուդիայի իմիջը գցում։ Չցածրանաս չխոսաս, լիքը մարդ կա, գնացինք։ Վատը չի։ Անունը Նարե է, իսկականից լավն է, չէ։ Ով այս աղջիկը, Մարկ։ Բարի գալուստ Ռոնո ընկերություն։ Ես եկա եւ ամբողջ ուժերովս պատրաստ եմ նվիրվեմ աշխատանքիս։ Ես որ ասում եմ եղբորդ կյանքում մեկը կա, դուք ինձ չէիք հավատում։ Խնդրում եմ Կարինա, խոստացի, որ կպարզես ով է այդ աղջիկը։ Մարկ, ավելի լավ ասեմ քեզ ով է, դու իրան ճանաչում ես։ Լուրջ։ Նարեն է իմ դուրն գալիս։ Նարեն։